Ատոմակայանը ունի շահագործման ժամկետ, այդ ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, եւ այդ ժամկետը 2036 թվականն է, ով ինչ ուզում է ասի, սա այն իմ ասած պատմություն է եղավ, գիտեք, որ ասում եմ հիմա Ալիևը ասի ծխելը վնասակար է առողջությանը, պետք է բոլորով սկսենք ծխել, ինչա թե ինքը ասում է, ծխելը վնասակար է, Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին ստորագրված, որը էլի նորից եմ ասում, ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ քանի որ այդ ժամկետը կա, այն տեղ է գտել համաձայնագրում, արտացոլվել է համաձայնագրում, բայց նաև նշվել է, որ դրան համարժեք այլ հզորությամբ այն պետք է փոխարինվի։ Սա ինչ վերաբերում է ատոմակայանին, սա հարց համար 1, սա դրեցինք մի կողմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրել կամ էներգիա ներկրել, արտահանելու մասին, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն տարբեր աղբյուրներից էներգիա եւ էներգակիրներ ներկրելու, արտահանելու